Պարոն Ալեքսանյան, երեք նախ ուժեղ Հայաստան կուսակցությունից երկու թեկնածու կին սկզբում ձերբակալվեցին, հետո ինչպես այսօր հայտնի դարձավ, վարչական վերահսկողություն է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել, ձայնագրություն հրապարակվեց, սրա հետ կապված ինչ կասեք, նախ ընդհանուր գնահատական, քանի որ այսպես տեսակետ կա նրանց փաստաբանները, պնդում են, որ սա հերթական քաղաքական այսպես հետապնդումն է, եթե ձայնագրությունները լսել եք կամ ընդհանուր գնահատական ինչ կասեք։ Ձայնագրությունները լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու խոսում է նրան հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումարը տալու մասին, ինչը բոլորդ գիտեք, որ հակաօրինական է ընտրական շրջանում, ես էլ չեմ կարող նման բան անել, մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել, ով էլ նմանատիպ բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանալու, բայց ասում են, որ մենք այս փուլում բարեգործության հետ ընդհանուր արգելք են դրել ու այլևս չեն կատարում, այսինքն դա երևի բայց ձայնագրությունը ինչի մասին է։ Բայց կներեք, այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունը ինչի մասին է, դա այդ ինչ է, բայց ավարտեմ կներեք բան Կիրակոսյան։ Կիրակոսյանը բան չէր ասում։ Իսկ թվաց ուզում եք ասեք, ասեցի, իսկ սկզբանից զգուշացնեմ, որ ավարտեմ, բայց պիտի ասեմ, որ սա ուղղակի ես չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրանց ուժեղ հռչակած ձյաձաները, իրանց ձյաձաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորացին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, բացացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա, օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում է նորացին երեխաներ ունեցող կանանց թիպունքում, այդ նորացին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ։ Պարոն Ալեքսանյան, ներողություն, որ այդ հեռախոսազանգը չի եղել մինչև Հայաստանի նախագահի կողմից ընտրությունների օրը որոշելով հրամանագրի ստորագրումը։ Ժամանակը, այնտեղ ժամանակ նշված չի եղել։ Կներեք, հակառակ պարագայում այս քրեական գործը իմաստ չէր։ Այսինքն վստահում եք քննչականի։ Վստահում եմ քննչական կոմիտեի կոմպետենտության։ Պարոն Ալեքսանյան, իրենք ասում են, որ հաջորդ խորհրդարանում, որտեղի հարցերի է Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանում նորածին ունեցող մայրերը չեն պատժվելու, չեն քրեական գործերով անցնելու եւ ձեզ մեղադրում են, որ նոր կերակրող օրը տարել եք այսպիսի ձերբակալել եք։ Ես էլ ասում եմ, դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորտ, թուլակամ Էլի հոմանիշները կարակ ինքներդ ինչքան ուզում եք հոմանիշ լսնեք այս բառի տակ մարդու արարքա, որ նորացին երեխա ունեցող կնոջը ներգրավեն ընտրատասովկայի մեջ, այդ կնոջ միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպեն, այդ կնոջը դնեն հարվածի տակ, որպեսզի այսօր կանգնեն տենց ելույթ ունեն։ Բախի չեն իրանց ընտանիքի անդամներով այդ կեղտոտ գործը անում, որ բայց խի իրանք չեն անում, այդ ուժեղ տղերքը խի չեն անում։ Օրինակ Կալուգացի Սամոն խի անձամբ այդ տասովկի գործերը չի անում։ Իրա եղբայրը, եղբոր տղան խի անձամբ չեն անում, որ այդ մարդկանց, որ այդ կանանց փուրը տան, որ այդ նորացին երեխա ունեցող կանանց փուրը տան։ Պարոն Ալեքսյան, բայց Նարեկ Կարապետյանը այդպես չի դիտարկում, ասում է օրինակ նույն այս իշխանության որևէ ներկայացուցիչ կարող է նման Նարեկ ասում էր կարող է նման ձևով բանակցել, օրինակ գործարար մարդու հետ։ Որ ձևով արհեստական բանականությամբ նկատի ունի։ Այսինքն դուք լսել եք այդ մարդու խոսալ, ասում է նման ձևով, որ ձևով։ Այդ նման ձևով եկեք մի հատ դնենք իր ելույթը լսենք։ Պարոն Ալեքսանյան, մի հարց էլի օրինակ, եթե ասում ենք օրենքը բոլորի համար է, օրինակ չեք կարծում, որ այս դեպքում էլ երբ որ օրինակ հարուսաշավետ սկսած, օրինակ նույն ձեր ուժն է գնում քաղաքացիների հետ հանդիպում, ասում են թոշակներ կբարձրացնեն կամ քաղաքացիները ինչ որ հարցով մոտենում են, ասում են կլուծենք այդ հարցը, բայց ինչ որ հարցեր տարբեր մոտեն։ Մենք տեսանյութերում չենք տեսել, օրինակ որ քաղաքացին մոտենում է, հենց Նիկոլ Փաշինյանին կամ թիմակիցներին, ինչ որ հարցով իրենք խոսում են։ Հիմա այսպես թե պետք է հստակ բերեք օրինակ։ Հիմա իրենց տան հարցով կամ շատ խնդիրներ աշխատանքի հետ կապված։ Կներեք, այստեղ հարցը հետեւյալն է որպես այդպեսի։ Կա հստակ օրենսդրական կարգավորում։ Այդ օրենսդրական կարգավորումը եւ առհասարակ այս թեմատիկան այնքան հստակ է, որ այստեղ չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Հիմա օրինակ գնում ենք, այո, մարդը ասում է մեր գյուղում դպրոց չկա։ Մենք տեսնում ենք, օրինակ մեր կառավարության ծրագրով նախատեսվում է այդ գյուղում կառուցել դպրոց, ու մենք այո ասում ենք
կլուծենք այդ հարցը։ Այստեղ խնդիր չկա։ Հիմա իրանք էլ հազար ու մի բան են խոստանում, որտեղ քաղաքական ուժերը նախընտրական ծրագիր են ներկայացնում ու դա նորմալ է։ Բայց ուրիշ բան է, որ դուք գաք ինձ ասեք, գիտեք ինչ, ես ուսման վարձի փող չունեմ, ես ասեմ կլուծենք այդ հարցը։ Այ դա արդեն նախընտրական բարեգործության խոստում է, որ օրենքով արգելված է, ինձ դրա համար պետքա դատեն, եթե ես նմանատիպ արտահայտություն։ Պարոն Ալեքսանդրյան, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է եւ կոչով դիմել է ընդդիմադիր մյուս բոլոր գործընկերներին, անկախ բոլոր դիրքորոշումներից հանրահավաքի մասնակցել։ Ըստ ձեզ այս հանրահավաքը ինչ ասել է, ինչեր են այդ։ Դե հանրահավաքը չգիտեմ, բայց դե բոլորը միասին են, էլի ընդհանուր ընդդիմադիր գործիչներին, եթե դիտարկենք որպես վիրավորանքի դաշտում չեմ ասում, էլի ոնց որ sense խաղաքարտերի կարտերի նման հիմա sense բաժանել են, անիմաստ ցրել են տարբեր թիմերի, առանց նայելու ով է հետևը, ոնց է հետևը, օրինակ տեսել եք Քոչարյանի խմբակցության ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակում, ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն քվեարկելու Ներողություն, դա օրենքի խախտում է։ Չէ, ընդհանրապես քաղաքական դա ինչ որ խնդիր է։ Պարոն Կիրակոսյան, ես օրինապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական գնահատական եմ տալիս։ Որ Էլինար Վարդանյանը հիմա Քոչարյանը Պարոն Կիրակոսյան, հիմա ասացում եք կրիմինալ բան չկա, հիմա ինչի եք ինձ այդ հարցը տալիս։ դուք դա ուզում եմ հասկանալ իսկ ինչն է խնդիրը։ Հիմա որ թողեք ավարտեմ, կհասկանամ։ Քոչանի խմբակցության գործող պատգամավորը, ով դեռ Քոչանի խմբակցության պատգամավորը, հիմա մի թիմի ցուցակում է, որի առաջնորդը հայտարարել է, որ իրանք Քոչանին ձայն չեն տալու։ Այստեղ քաղաքական դիսոնանս տեսնում եք, թե չէ։ Կարող անձան համաձայնություն ունի, դրա համար է դուրս եկել գնաց։ Դե շատ բան է կարող, ես հիմա ասում եմ, այստեղ կոնկրետ քաղաքական դիսոնանս կա, սա քաղաքական աբսուրդ է, որ մարդը լինելով այդ մի խմբակցության անդամ, փաստացի հիմա մի թիմում է, որ իբր պետքա Քոչարյանին ձայն չտա։ Ես դա եմ ընդգծում, ասում եմ, որ սա ուղղակի աբսուրդ է, դա սուտ է, այդ քաղաքական թիմերի խոսույթը առհասարակ ամբողջությամբ աբսուրդ է։ Փաստացի Կալուգայի Սամոն, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այս 3 քաղաքական թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի տեխնացու, դա Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ Կալուգած Սամոն օրենքով չի կարող լինել վարչապետի տեխնացու կամ վարչապետ։ Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը չի, չգիտեն ով է, գաղտնի ինչ-որ տեխնացու կա, եւ այս 3-ի մեջից միակ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Սրա մասին ասում եք, արդեն քաղաքացիությունից հրաժարվելու այլ երկրների գործընթաց է սկսվել։ Եթե միջև ընտրությունների որ դա հեքիաթ է։ Թող այդ դիմումները հրապարակային ներկայացնեն, որոնք իրանք ուղարկել են իր քաղաքացիության բոլոր երկրներին, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա։ Թող ներկայացնեն այդ դիմումները։